Գոյամարտ սերիալը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հեռուստադաշտում դառնալով այն նախագծերից մեկը, որի շուրջ խոսում են, վիճում, սպասում հաջորդ սերիային։ Սա պատմություն է ոչ միայն բռնցքամարտի կամ ֆիզիկական պայքարի մասին, այլ մարդու գոյության, ճակատագրի, ընտրության և սխալների գնի մասին։ Դիանա Գրիգորյանն այս անգամ ևս հավատարիմ է իր ձեռագրին, ներկայացնելով կյանքն առանց զարդարելու իր կոշտ ու երբեմն ցավոտ իրականությամբ։ Սերիալի սյուժեն կառուցված է անցյալի և ներկայի խաչմերուկում։ Տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությունը ճակատագրական շղթա է ստեղծել, որը հետապնդում է հերոսներին մինչև այսօր։ 4 երեխաներ, որոնք մնացել են առանց ծնողների, մեծացել տարբեր միջավայրերում, տարբեր արժեքներով ու տարբեր ճակատագրերով, այդ տարբերությունն էլ դարձել է սերիալի հիմնական լարվածության աղբյուրը։ Յուրաքանչյուր կերպար իր մեջ կրում է անցյալի մի կտոր, որը կամ ուժ է տալիս, կամ էլ դառնում նրա ամենամեծ թուլություն։ Բռնցքամարտը սերիալում պարզապես սպորտաձև չէ, այլ խորհրդանշական դաշտ, որտեղ լուծվում են չասված խոսքերը, կուտակված ցավը և ճակատագրական հակասությունները։ Ռինգում հանդիպող հերոսներն իրականում վաղուց մենամարտում են միմյանց հետ, անգամ դա չգիտակցելով։ Ամեն մենամարտ այստեղ ունի իր գինը՝ հոգեբանական, բարոյական և երբեմն մարդկային կյանքով չափվող։ Հատկապես ուշագրավ են կերպարների փոխհարաբերությունները, եղբայրական կապերը, որոնք տարիներ առաջ կտրվել են, այսօր կանգնած են վերականգնվելու կամ վերջնականապես կործանվելու եզրին։ Սիրային գծերը լարված են ու անկանխատեսելի։ Սերն այստեղ ոչ միայն զգացմունք է, այլ նաև փորձություն, որը կարող է դառնալ փրկություն կամ նոր ցավի սկիզբ։ Խանդը, հավատարմությունն ու դավաճանությունը սերիալում քայլում են կողք կողքի, ստեղծելով հոգեբանական ծանր իրավիճակներ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի բացասական կերպարները։ Դիանա Գրիգորյանը չի սահմանափակվում պարզ, չար ու բարի բաժանմամբ։ Նույնիսկ ամենաբացասական հերոսներն ունեն իրենց պատմությունը, իրենց արդարացումներն ու ներքին պայքարը։ Սա սերիալին տալիս է իրականության զգացողություն, քանի որ կյանքում ևս մարդիկ հազվադեպ են լինում միայն սև կամ միայն սպիտակ։ Տեսողական լուծումները, նկարահանման որակը, երաժշտական ուղեկցությունը լրացնում են սյուժեն, դարձնելով այն ավելի ազդեցիկ։ Ամեն կադր մտածված է յուրաքանչյուր լռություն խոսուն։ Դերասանական կազմը կարողացել է փոխանցել այն լարվածությունը, որը պահանջում է սցենարը, ստիպելով հեռուստադիտողին ապրել հերոսների հետ, զգալ նրանց ցավը և սպասել արդարության կամ ճշմարտության բացահայտմանը։ Գոյամարտը սերիալ է, որը ստիպում է մտածել՝ արդյոք հնարավոր է փրկվել սեփական անցյալից, արդյոք ճշմարտությունը միշտ ազատում է, և արդյոք ամեն մենամարտ կարելի է հաղթել ուժով։ Այս հարցերն են, որ սերիալը դարձնում են ոչ միայն դիտարժան, այլ նաև հիշվող ու քննարկվող։ Առջևում դեռ շատ բացահայտումներ, ծանր ընտրություններ և հուզիչ պահեր են սպասվում, որոնք հաստատելու են, որ Գոյամարտը երկար ժամանակ կմնա հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում։ Գոյամարտը գնալով ավելի է խտացնում իր ասելիքը, հեռանալով պարզ սյուժետային զարգացումներից և խորանալով մարդկային բնավորությունների, ներքին հակասությունների ու ճակատագրական ընտրությունների մեջ։ Սերիալն արդեն առաջին օրերից հասկացրեց, որ այստեղ ճիշտ պատասխաններ չեն լինելու։ Յուրաքանչյուր հերոս իր խաչն ունի, իր մեղքն ու իր պայքարը, իսկ այդ պայքարը հաճախ ավելի ծանր է, քան ամենադաժան մենամարտը ռինգում։ Ժամանակի անցումով կերպարները հասունանում են հեռուստադիտողի աչքի առաջ։ Երեխաները, որոնք տարիներ առաջ որբ մնացին, այսօր մեծացել են, բայց այդ մանկության ցավը շարունակում է նրանց առաջնորդել։ Մեկը փորձում է ապրել արդար ու մաքուր կյանքով, անգամ սեփական վնասի հաշվին, մյուսը հավատում է, որ ուժն ու հաղթանակն ամեն ինչ արդարացնում են, երրորդը խաբված է ճշմարտությունից, ապրում է ուրիշի կառուցած կյանքի մեջ։ Այս հակադրություններն են, որ սերիալը դարձնում են լարված և անկանխատեսելի։ Առանձնահատուկ դրամատիզմ ունի եղբայրների միջև սպասվող բախումը։ Նրանք քայլ առ քայլ մոտենում են միմյանց, չիմանալով, որ իրենց բաժանող պատը իրականում կեղծ է։ Ռինգը դառնում է այն վայրը, որտեղ ճակատագիրը պատրաստվում է բացել իր ամենադաժան քարտերը։ Այդ մենամարտը միայն հաղթանակի կամ պարտության մասին չէ, այլ ճշմարտության բացահայտման, անցյալի հետ հաշիվ մաքրելու և ներողության հնարավորության մասին։ Հունանի և Ավոյի գծերը սերիալում շարունակում են զարգանալ, բացելով ստվերային աշխարհը, որտեղ փողը որոշում է ճակատագրեր, իսկ մարդիկ վերածվում են գործիքների։ Նրանց կերպարները վախեցնող են հենց այն պատճառով, որ
իրական է, նրանք չեն գործում հույզերով, այլ հաշվարկով, եւ դա նրանց դարձնում է առավել վտանգավոր։ Սակայն սերիալն ակնարկում է, որ նույնիսկ ամենաուժեղները մի օր կանգնում են սեփական սխալների առաջ։ Սիրային գծերը եւս ավելի են բարդանում, զգացմունքները խառնվում են շահին, վախին ու կասկածին։ Հերոսները ստիպված են ընտրել վստահել, թե պաշտպանվել, սիրել, թե փակվել իրենց մեջ։ Այդ ընտրությունները հաճախ ցավոտ են լինում, բայց հենց դրանք են ձևավորում մարդու իրական դեմքը։ Դիանա Գրիգորյանի աշխատանքը գոյամարտում աչքի ընկնում մանրուքների նկատմամբ ուշադրությամբ, ամեն երկխոսություն ունի ենթատեքստ, ամեն լռություն իր ծանրությունը։ Սերիալը չի փորձում շտապել, այն քայլ առ քայլ տանում է հեռուստադիտողին դեպի գլխավոր բացահայտումները, պահելով ինտրիգն ու լարվածությունը։ Գոյամարտը շարունակում է մնալ սերիալ, որը խոսում է կյանքի մասին իր ամենադժվար կողմերով։ Այստեղ հաղթում են ոչ թե նրանք, ովքեր ուժեղ հարված ունեն, այլ նրանք, ովքեր կարողանում են չկորցնել իրենց մարդկայնությունը, եւ հենց այդ միտքն է, որ սերիալը դարձնում է առանձնահատուկ, ուժեղ եւ երկար հիշվող, խոստանալով նոր հուզիչ զարգացումներ առաջիկա սերիաներում։